Ասուրենից ուղիղ եթերում այսօր Սումգայիթյան ջարդերի տարելիցն է, որը մինչև այսօր միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականը չի ստացել։ Եթե միջազգային հանրությունը կանխեր Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականություն 20 և 23 թվականին Արցախի տեղի ունենային այդ գործողությունները ցեղասպանական։ Գիտեք, եթե միջազգային հանրությունը իր կանխարգելիչ ֆունկցիան կատարեր, եթե պատշաճ բարդության վրա լիներ միջազգային իրավունքը, տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Այո, անպատժելիությունը միշտ խրախուսում է ագրեսոր երկրների ախորժակը, եւ մենք հիմա նույն այդ վիճակը տեսնում ենք, ընդհակառակը մենք տեսնում ենք միջազգային իրավունքի կատարյալ ոչնչացում։ Երբ որ առնվազն հավասարության մեջ նշան է դրվում ագրեսորի եւ զոհի միջև։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի անթաքույց եւ հետեւողական աշխատանք, անբարտավանություն, որով նրանք փորձում են Խոջալոյում տեղի ունեցածը ներկայացնել որպես ցեղասպանություն, անցած 2 օրերին պետական մակարդակով իրենք ոչ միայն Բաքվում, ոչ միայն Խոջալոյում, այլ նաև արտերկրի մի շարք մայրաքաղաքներում նշում էին այդ այսպես կոչված պսևդո-ցեղասպանության տարելիցը, ուղերձներ են հասցեագրում աշխարհին, դրան զուգահեռ հիշեք, որ Ալիևը նացիստներից ավելի ծանր հանցագործներ է անվանել մեր ռազմագերիներին եւ փորձում է աշխարհում ստեղծել տպավորություն, որ հայ ժողովուրդն է ագրեսորը, որ իրենք ինքնապաշտպանվել են եւ այլն եւ այլն։ Գիտեք, 2 պատճառ կա, մի քանի պատճառ կա, որ այսպիսի տխուր իրավիճակ է ստեղծվել։ Նախ համաշխարհային տուրբուլենտության հետևանքով միջազգային իրավունքն ու կառույցները չեն գործում, տոտալ ճգնաժամ է միջազգային իրավունքի։ Երկրորդը աշխարհաքաղաքական կենտրոնները մշտապես առաջնորդվել են ոչ թե միջազգային իրավունքով, այլ աշխարհաքաղաքական շահերով, բայց դրան ավելացել է մի շատ կարևոր հանգամանք։ Մենք ունենք անատամ, անշնորհք մի իշխանություն, որը հենց ինքն է իր խոսույթով ադրբեջանական նարատիվ գեներացել եւ տպավորություն ստեղծել, որ կոնֆլիկտի պատճառը մենք ենք, մեր հռչակագիրն է, մեր սահմանադրությունն է, որ եթե մենք ինչ-որ խոսույթ չգեներացնենք, Ադրբեջանն իրեն կառուցողական կպա եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ նաեւ միջազգային անտարբերությունից եւ տուրբուլենտությունից բացի կա նաեւ հայկական դիվանագիտության անատամություն այս իշխանության կողմից օտար շահեր սպասարկելու հանցավոր հետևողականություն։ Այս ամեն ինչը բերել է այս վիճակին։ Տեսեք Ադրբեջանում ոնց են պետական մակարդակով նշում այսպես կոչված է Խոջալոյի ցեղասպանության տարելիցը, Ալիևի ելույթներ, որտեղ 4-5 անգամ Հայաստանին թշնամի պետություն անվանում, հենց 3։ Ու տեսեք, այստեղ տեսնում եք պետությունից որևէ մարդ, իշխանությունից։ Այսօր օրն է, չէ՞, մի հատ ԱԳՆ շատ ոչինչ չասող հայտարարություն է 3 հրապարակվել, այստեղ այսօր պիտի պետական այրեր այցելեին, առիթ օգտագործեին բռնության եւ ցեղասպանության դեմ միջազգային հանրության ուղեր ծեղեին։ Բայց ինչպես տեսնում եք, Հայաստանի իշխանությունը բացակայել, նոր քիչ առաջ կոթող բարձրանալուց տեսա, որ մեծամոլում թե որտեղ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ քաղաքացիների հետ նարդի է խաղում։ Այս է մեր իրականությունը, մենք ապրում ենք մի խոտոր իրականության մեջ, որտեղ Հայաստանի իշխանությունը պատերազմ հայտարարել մեր քաղաքական եւ քաղաքակրթական ինքնությանը, ինչից շատ հմտորեն օգտագործվում է թշնամին։